Դերասանուհի Անի Երանյանի անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության համար հետաքրքիր են եղել։ Վերջին 2 տարիների ընթացքում Անի Երանյանն իր երկրպագուներին սպասեցնել չի տալիս, և նրան կարելի է հաճախ տեսնել էկրաններին։ Դե իսկ դերասանուհու անձնական կյանքում կարծես ամեն բան խաղաղ է և հանգիստ։ Անին կրկին Երևանում է, այս անգամ Մեհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ։ Դերասանուհին ժամեր առաջ կիսվել է նոր լուսանկարով, որտեղ Մեհեր Բաղդասարյանն է։ Երևանյան զբոսանք, ջերմ զրույցներ ու գեղեցիկ մթնոլորտ։ Ահա այսպիսի տպավորություն է թողնում լուսանկարը։ Առաջարկում ենք դիտել այն։ Ամալիա Հովհաննիսյանն իր հատուկ հաղորդումների շարքն է ներկայացնում Միացյալ Նահանգներից, և նրա Life-room հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Անի Երանյանն է։ Զրույցի ընթացքում Անին անդրադարձավ շատ հարցերի, խոսեց Միացյալ Նահանգներ տեղափոխվելու և, իհարկե, Հայաստանի և իր ընտանիքի հանդեպ անսահման կարոտի մասին։ Հաղորդման ընթացքում հաղորդավարուհին նաև հարցրեց Անիի անձնական կյանքի և նրա ու Մեհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին։ Անին հետևյալ կերպ պատասխանեց. «Ռեալիթի շոուի շրջանակներում մենք ցույց ենք տալիս այն, ինչ իրականում լինում է։ Էս ամեն ինչը հենց էդպես էլ սկսվեց։ Ոչ մի միտք չկար, ու հենց այդ ասեկոսեների պատճառով էլ սկսվեց ամեն բան։ Երբ Մեհերը համբուրեց իմ այտն ու մենք էդ օրը պարեցինք միջոցառման ժամանակ, սկսվեցին խոսակցությունները։ Մենք էլ ասեցինք տեսնենք ոնց ա զարգանում էս ամենը, ու ստացվեց ռեալիթի շոու»։ Այս պատասխանից հետո Ամալիա Հովհաննիսյանը հարցը ուղիղ ձևակերպեց, հարցնելով արդյոք Անին զգացմունքներ ունի Մեհերի նկատմամբ։ Անին պատասխանեց. «Զգացմունքներ, իհարկե, ունեմ Մեհերի նկատմամբ։ Ես իրեն շատ եմ սիրում ու ինքն ինձ համար շատ կարևոր մարդ ա։ Բայց ճիշտ կլինի բոլոր պատասխանները թողնենք մեր հաղորդման մեջ, ինտրիգը կպահեմ, քանի որ մեր ռեալիթին դեռ չի ավարտվել, և մեր վերջին կռվից հետո պետք է մարդիկ տեսնեն, թե ինչ կլինի հետո», անկեղծացավ ու եզրափակեց խոսքը Անի Երանյանը։ Հաղորդման ընթացքում հարց հնչեց նաև մայրանալու ցանկության մասին։ Անին նշեց հետևյալը. «Մտածում եմ մայրանալու մասին, հիմա ավելի ջերմորեն եմ այդ հարցին վերաբերվում։ Երևի տարիքից է։ Բայց մի շատ կարևոր կետ կա ինձ համար, որ եթե ես պետք է արժանանամ էդ ամենին, դա կլինի, եթե չէ, չէ։ Ես դրա համար հատուկ ոչինչ չեմ անի։ Էն մարդկանցից չեմ, որ ամբողջ օրը դրա մասին մտածեմ ու ասեմ, որ ժամանակ չկա։ Ես ամեն ինչին ավելի ռեալ եմ նայում, ու որ հաշտ չլինեմ, ինչ պետք է անեմ։ Շատ լավ կլինի, երբ երեխան լիարժեք ընտանիքում ծնվի ու մեծանա, բայց նաև կան լիքը փաստեր, որ երբեմն ֆիզիկապես լիարժեք ընտանիքը դեռ երեխայի համար երջանկություն չի, այլ հակառակը, ավելի վատ է լինում», անկեղծացավ Անի Երանյանը։ Այս տարիների ընթացքում Անի Երանյանի կյանքի պատմությունը ամենաքննարկվածն է և սպասվածը հանրության կողմից։ Նրանք բոլորը սպասում են Անի Երանյանի կյանքում տեղի ունեցող որևէ փոփոխության, լավ կամ երբեմն նաև վատ։ Անի Երանյանը հաճախ նաև հարցազրույցների է մասնակցել ու պատմել իր կյանքի դժվար պահերի և պապիկի կորստի մասին։ Նա նշել էր, որ դա իր կյանքի ամենադժվար պահն է եղել։ «Իմ կյանքի յուրաքանչյուր վատ շրջանից հետո հասկացել եմ, որ ուժեղ եմ։ Իրավունք էլ չունեմ թույլ լինել։ Ժամանակ չկա դրա համար։ Իսկ կան մարդիկ, որ ամեն ինչ այնքան ծանր են տանում, լացում են, օրերով տնից դուրս չեն գալիս։ Զրպարտություններից ոչ մի վայրկյան չեմ նեղվում, երբևիցե դրանց պատճառով չեմ արտասվել։ 26 տարվա մեջ ամենադժվար շրջանն ապրել եմ 17 տարեկանում, երբ պապիկս մահացավ։ Նա էր մեր տան հույսն ու ամեն ինչը, բայց այդ էտապն էլ հաղթահարեցինք։ Այդ տարիքից սկսեցի աշխատել և ուժերիս ներածին չափով պահել ընտանիքս։ Ինչքան էլ հեշտ թվա, մեր ոլորտում դժվարությունները շատ են, բայց ես կարող եմ հստակ և բաց ճակատով ասել, որ երբևիցե որևէ մեկը ինձ համար չի բարեխոսել այս կամ այն ֆիլմում, ծրագրում նկարահանվելու համար։ Չկա մեկը, առավել ևս տղամարդ, որ կարող է իր շրջապատում նման բան ասել»։ Անկեղծացել էր Անի Երանյանն ու նույն հարցազրույցի ժամանակ խոսել նաև այն մասին, որ կինը կարող է հրաշքներ գործել։ «Իմ բոլոր ժամանակների կնոջ իդեալը մայրս է, ինչպես և տղամարդու իդեալը հայրս։ Իսկ առհասարակ, իդեալիզմն ինձ համար չէ։ Կին լինելն արդեն տեսակ է։ Մի միտք կա, որը ռուսերեն շատ լավ է հնչում. «Для того, чтобы понять женщину, нужно ею быть»։ Իսկապես, կինը հրաշքներ է գործում։ Մարդ է ձևավորվում կնոջ արգանդում, հենց նրան է տրված այդ առաքելությունը,
կոչվել մայր։ Հենց նա է դաստիարակում մարդ եւ լինում հրաշալի կողակից ու ընկեր ամուսնու համար, չէ որ ոչ մի տղամարդ չի պատկերացնում իր կյանքը առանց կնոջ։ Կինը գեղեցիկ է, անսահման ուժեղ եւ համբերատար, կամակոր եւ նեղացկոտ, ներողամիտ, տիրապետում է մանիպուլյացիայի արվեստին, իսկ վերջում շատ գեղեցիկ ձևով հասնում է իր ուզածներին, չէ որ դա շատ կարևոր է։ Ի վերջո, կնոջ պատճառով են եղել պատերազմներ, հաշտություններ եւ դեռ կլինեն, անկեղծացել էր Անի Երանյանը։ Անին նաև նշել էր, որ կյանքն առանց սխալների չի լինում, նա նշել էր, որ եթե սխալվել է, միշտ պատրաստ է ներողություն խնդրել։ Իհարկե, եղել են նման դեպքեր։ Ցավեցնել մարդուն եւ ներողություն չխնդրել նշանակում է եւս մեկ անգամ ցավ պատճառել։ Ես միանշանակ ներում եմ իմ ներսում, բայց չեմ մոռանում։ Հիշաչար չեմ, ուղղակի հիշողությունս է շատ լավ։ Լինում են դեպքեր, որ ներելուց հետո միևնույն է, ոչինչ չի փոխվում։ Այդ մարդը մեկ ընդմիշտ իմ շրջապատից եւ իմ սրտից դուրս է գալիս։ Չնայած, ինչ ներելու մասին է խոսքը, եթե Աստված մեզ ամեն օր է ներում։ Ով ենք մենք, որ միմյանց չներենք, նշել էր Անին։ Անիի անձնական կյանքը այս տարիների ընթացքում երևի թե ամենակննարկված թեման է։ Անին նշում է, որ սերը երբեք չի մեռնում։ Այժմ էլ այն կարծիքին եմ, որ եթե սիրում ես, չես կարող մի օր արթնանալ եւ հասկանալ, որ զգացմունքն անհետացել է։ Պարզապես դիմացինի քայլերը շատ դանդաղ սպանում են քո սերը։ Դրա համար էլ կարծում եմ, որ սերը չի մեռնում, նրան սպանում են, նշել էր Անին։ Միևնույն ժամանակ դերասանուհին խոսել էր տանը մնալու կարծրատիպային մտածելակերպից ու նշել հետևյալը. «Դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու մասին, մամա դառնալու մասին, չնայած մեկ-մեկ ուզում եմ 3-4 տարեկան երեխա ունենալ, սիրուն հագցնել, որևէ տեղ տանել։ Անձնական կյանքումս ամեն ինչ լավ է, բայց այնպես էլ չէ, որ վաղը կամուսնանամ։ Վաղ ամուսնության միակ դրական կողմն այն է, որ երիտասարդ ծնող ես լինում, ինչպես իմ ծնողներն են։ Դեռ պատրաստ չեմ դրան, իմ ազատությունը շատ կարևոր է, պաշտում եմ այն։ Շուշան տատիկս միշտ ասում է. քո հարսանիքն էլ տեսնեմ, Անի ջան, ու էլ ոչինչ չեմ ուզում։ Ես էլ պատասխանում եմ, որ այդ դեպքում 50-ում նոր կամուսնանամ։ Չեմ վախենում տանը մնալուց, եթե չամուսնանամ, ուրեմն ինձ համար այդպես ավելի լավ է։ Երկրպագուների պակաս էլ չունեմ, բայց ամուսնական կյանքին պատրաստ չեմ, ներվ չունեմ, դեռ ժամանակը չէ։ Չնայած կնոջ համար աշխարհի ամենալավ հաճույքն է մայր լինելը։ Չկա կատարյալ մարդ, բոլորս էլ հարմարվում ենք միմյանց։ Այս ամենը Անին ասել էր տարիներ առաջ, իսկ ահա վերջին 2 տարվա ընթացքում անընդմեջ շրջանառվում է Անի Երանյանի եւ Մհեր Բաղդասարյանի սիրո գեղեցիկ պատմությունը։ Եվ իր վերջին հարցազրույցի ժամանակ Անին խոսել էր իր եւ Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին։ Նույն հաղորդման ընթացքում Անին անդրադարձել էր նաեւ շատ այլ հարցերի։ Նա խոսել էր Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ իհարկե Հայաստանի եւ իր ընտանիքի հանդեպ անսահման կարոտի մասին։